Լինոց-Մինդայի շրջանի վերադասը Ռադիոնովկայում կատարեց հերթական ստուգայցը։ Այս անգամ ստուգման առարկան նոր սեղանաթոռներով համալրված գյուղի արարողության տունն էր։ Դեռևս 2006 թվականի չհագործման տրված շենքի ամենամեծ խնդիրը հենց վերջիններիս բացակայությունն էր։ Ամենակարևոր խնդիրներից մեկը է, որ չենք ցանկանում ոչ մեկին հերու տնետերը, մարդը մահացու մարդ է ունենում եւ ես իր կսկիցը վիշտը թողած անպայման այստեղ բերեմ է սովորական հատակի տախտակներ է կապում, որ իր անարարողությունն է, հարսանիքի ժամանակ եւ այլ ուրախությունների։ Իհարկե սա մեծ աշխատանք է։ Նախ ես իմ որպես բնակիչ իմ խորին շնորհակալությունս կհայտնեմ մեր տեղի կառավարությանը։ Շատ շնորհակալ ենք Մարսիս Աղայանից, մեր դեպուտատից եւ անմիջապես շատ շնորհակալ ենք պարոն Ղարսիլյանից, Հենզել Մկոյանից, որ աջակցեցին այս շատ լավ գերազանց աշխատանքը կատարեցին, որ մարդիկ վաղը մյուս օրը հոգսեր ու խնդիրներ չունենան։ Դե պարզապես դե արդեն որ դարն է, շատ մեծ աշխատանքներ են կատարվել ընդհանուր շրջանի մասշտաբով, մենք հեռուստատեսությունը հաճախ դիտում ենք ինտերնետով, շնորհակալ ենք, մեր շնորհակալություն ենք հայտնում մեր եւ տեղի եւ շրջանի կառավարությանը, որին շնորհակալ ենք այս մեծ աշխատանքի, մեծ ջանք թափելու շնորհիվ, իհարկե սա գեղի համար մեծ շատ լավ առաջարկություն է, շատ լավ գործ է կատարված, որ յուրաքանչյուր մարդ իր ուրախությունը սուքը անմիջապես կարող է կատարել այս ակումբում, այս արարողության սրահում։ Բնակիչները գոհ են, ղեկավարությունն իրականացնում է սպասվածից ավելին։ Ինչպես իրենք են ասում, այսուհետ հարսանիք, կնունկ ծնունդ եւ հեռու տնից տեղից հոգեհանգստի արարողություն կատարելու тեղ կունենան։ В настоящий момент мы находимся в Родионовском свадебном доме, который 3 года не имел ни стульев, ни столов. Вот уже получено. Спасибо нашему Марсису Агаяну, управе нашей сельской. Спасибо муниципалитету Леноц-Минской, господину Карсляну, господину Кюрегяну и всем, кто, имел свое сердце для добычи вот этого добра. Мы благодарим всем. Ռադիոնովկայում բնակեցված են բոլոր տները։ Մեր գյուղում փակ դուռ չկա, ասում են բնակիչները։ Փակ դուռ չլինելու փաստը կա եւ այդ փաստի անխախտությունը գտնվում է շրջանի ղեկավարության մշտական հսկողության տակ, ովքեր ձեռնարկում են հնարավոր բոլոր քայլերը գյուղում ժամանակապահանջ ապրելակերպ ստեղծելու համար։ Ուրեմն այսօր Փարքասու ականատես մեր աչքերով տեսնում ենք շենքը լցվել է սեղանաթոռներով։ Ուրեմն տեղական բյուջեն հատկացած էր 21500 լարի, տենդերը շահել է 16600 լարիով, ունենք 30 հատ սեղան, 300 հատ աթոռ, այսինքն 300 հոգի ազատ կրնան նստի, հացեր ուտե, իրանց քեֆերենը, մարդիկ երթան իրանց տները։ Ուրեմն ես իմ շնորհակալական խոսքերն եմ ուզում հայտնել մեր շրջանի վերադասից, մեր խորհրդարանի պատգամավորից, մեր Զմոյանգիայից, ինքը մեզ շատ օգնեց, տենդերը հայտարարեց, տենդերը շահել է 16500 լարիով Գորիցի մի հատ տղա, ինքը շատ բարեխիղճ մարդ էր, Փարքասու այսօր դուք ինքներդ տեսնում եք, Սավրեմենի սեղանաթոռներ ունենք, այսօր շատ հաճելի է, մեր ժողովուրդը այսօր որի շատերը սպասել, Փարքասու այսօր հասան իրանց նպատակին, մեր գեղը շատ աճող գեղը դարդակ տուն չունի ամենակարևորն է դիք, Փարքասու այսօր ժողովուրդը տեսնում են, որ մեր շրջանի ղեկավարության ասած խոսքը վերածվում է գործի ու ժողովրդի մեջ մտել է մեծ հավատ։ Ռադիոնովկան այն եզակի գյուղերից է, որ նորեցօր հայաթափվող ջավախքում շարունակում է ծաղկել։ Ծայրամասային գյուղում, որի ճանապարհներն անանցանելի են ողջ ձմռվա ընթացքում, մարդիկ ապրում են ու արարում։ Հաստատակամ քայլերն իրենց հողից դուրս չշեղելու կարծես համընդհանուր պայմանով։